این کمک آقای ترامپ به مردم ایران هست. Սա է պարոն Թրամփի օգնությունը, որը նա ուղարկել է Իրանի ժողովրդին։ Սա Մինաբի դպրոցում զոհված աղջիկ աշակերտներից մեկն է։ Ահա Թրամփի օգնությունը։ Դեսպանն ազդեցիկ լուսանկարներով հիշեցնում է Միացյալ Նահանգների նախագահի խոսքը, երբ ամիսներ առաջ Իրանում կազմակերպված ցույցերի ժամանակ ասում էր՝ կօգնի Իրանի ժողովրդին։ Ըստ դեսպանի, Իրանում կազմակերպված ցույցերը խաղաղ չէին, ինչպես ԱՄՆ-ն էր ներկայացնում։ Նրանք ցանկանում էին Իրանը Սիրիայի վերածել, բայց չհաջողվեց, նկատում է դեսպանը։ Նա անդրադարձավ նաև ընթացող բանակցությունների ֆոնին Վաշինգտոնի ու Թել Ավիվի սանձազերծած ռազմական գործողություններին։ ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացրել էր օպերատիվ, ճշգրիտ եւ իրականանալու համար մեծ հնարավորություններ ունեցող առաջարկներ, եւ դա իրականացավ մի պայմաններում, երբ Իրանը դրսեւորում էր առավելագույն բարեկամք այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այն համակարգը, ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ։ Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը։ Մինչև պատերազմի մեկնարկը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Շիրղոլամին ասել էր՝ թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Էպիկենտրոնը դեսպանից հետաքրքրվում է ԱՄՆ-ի հարձակումից հետո հնարավոր է Իրանը դիրքորոշումը փոխի եւ արդյոք առաջիկայում կարող է մտահոգություններ ունենալ թրիփի շրջանակում Միացյալ Նահանգների Հայաստանի տարածքում գտնվելու վերաբերյալ։ Մեր տեսակետը Հայաստանի դիրքորոշման հետ նույնական է, ճանապարհը պետք է օգտագործվի ապրանքաշրջանառության համար։ Մենք Հայաստանի իշխանության հետ բազմիցս քննարկել ենք այս հարցը եւ ընդգծել, որ ճանապարհը ոչ մի դեպքում չպետք է Իրանի դեմ օտարների ձեռքին գործիք դառնա։ Հայաստանի իշխանությունը վստահեցրել է, որ այս ուղին երբեք ռազմական նշանակություն չի ունենա, իսկ մեր եւ Հայաստանի միջև վստահություն կա։ Դեսպանը նշեց նաև, որ Սյունիքի հարցով Իրանի կարմիր գիծը պահպանվում է։ Տարածաշրջանում, հատկապես Սյունիքում աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ համար կարմիր գիծ է եւ այն պահպանվում է, անկախ նրանից մենք պատերազմում ենք թե ոչ։ Զանգեզուրի միջանցքը արհեստական տերմին է։ Միջանցքի գաղափարը ենթադրում է ինքնիշխանության որոշակի զիջում, ինչը Հայաստանի եւ նաեւ Իրանի համար ընդունելի չէ։ Իրանում խուճապ չկա, իրանցիներն ամուր են, վճռական ու չեն ցանկանում լքել իրենց հայրենիքը։ Խալիլ Շիրղոլամին ասաց, որ Իրանի սահմաններից երկուսը 24 ժամով փակվել է սահմանին գործող համապատասխան համակարգում առաջացած խնդիրների պատճառով։ Դրանցից մեկը ըստ դեսպանի եղել է հենց Իրան-Հայաստան սահմանը, սակայն առավոտյան 9:30-ից այդ խնդիրը լուծվել է։ Հայաստանում Իրանի դեսպանատան դրոշն իջեցված է, մարդիկ ծաղիկներ են դնում ու հարգանքի տուրք մատուցում դեսպանատան դիմաց՝ ի հիշատակ զոհված հոգևոր առաջնորդի եւ ռազմական ղեկավարության, ինչպես նաեւ ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհված երեխաների հիշատակին։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։